Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Արդեն 5-րդ օրն է Միացյալ Նահանգներ, Իսրայել եւ Իրան փոխադարձ հարվածներ են շարունակվում։ Առաջին հարցը նախ հետաքրքիր է Միացյալ Նահանգները ինչու որոշեց ներգրավելու այս չափով ներգրավել եւ ինչու դա տեղի ունեցավ հիմա։ Դե ինչպես գիտես, պատերազմին նախորդել էր բանակցությունների շրջափուլ Ժնևում Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև անուղղակի բանակցությունների։ Նախորդ ամռանը տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո Միացյալ Նահանգները մի շարք նոր պայմաններ է դրել Իրանի առջև, դրանցից հիմնականը միջուկային ծրագրից ձերբազատվելն է, եթե նախկինում օրինակ Օբամայի նախագահության շրջանում խոսքը գնում էր այն մասին, որ Իրանը կարող է ունենալ սեփական միջուկային տեխնոլոգիաներ, բայց հարստացման աստիճանը չպիտի շատ բարձր լինի, հիմա Միացյալ Նահանգները պահանջում էին ու պահանջում են, որպեսզի այդ հարստացման աստիճանը լինի 0% եւ նաեւ եթե Իրանը ցանկանում է ունենալ օրինակ միջուկային ունենալ ատոմակայան, կարող է ներկրել այդ էներգիան հումքը այլ երկրներից։ Երկրորդ պայմանը, որ Միացյալ Նահանգները դնում է հրթիռային ծրագրի կրճատումն է։ Սրանք բավականին ցավոտ պահանջներ էին Իրանի համար, հատկապես երբ խոսքը գնում է օրինակ նույն հրթիռային ծրագրի վերաբերյալ, որովհետև այդ հրթիռային ծրագիրը Իրանի գլխավոր ձեռքբերումներից մեկն է վերջին 20-30 տարվա ընթացքում, որը նաև որոշակի լծակներ է տալիս տարբեր հարևանների հետ փոխհարաբերություններում, նաև տարբեր վտանգներ զսպելու առումով եւ ի սկզբանե ակնհայտ է, որ կողմերը դժվար թե կարողանան հասնել ինչ-որ լուծման այս բանակցություններում, չնայած պատերազմից հենց 1 օր առաջ Օմանի արտգործնախարարը, ով միջնորդի կարգավիճակում էր մասնակցում այդ բանակցություններում, նշում էր, որ կողմերը մոտ են ինչ-որ համաձայնության, բայց այնուամենայնիվ ակնհայտ էր, որ մոտեցումները դժվար թե կարողանան ինչ-որ կետում համընկնել։ Եվ Միացյալ Նահանգները հիմնականում Իսրայելի նաև ազդեցության ներքո որոշում կայացնեց հենց ռազմական ճանապարհով այս խնդիրը լուծել, կարծում եմ հիմնական պատճառը թե ինչու Վաշինգտոնը գնաց այն քայլի այն էր, որ արևմուտքում, ինչպես նաև Իսրայելում կա այն գիտակցումը, որ Իրանը գտնում է շատ թուլացած վիճակում, հատկապես նախորդ տարվա պատերազմից հետո դրան իրական նախորդած շրջանից հետո, երբ նրա տարբեր պրոքսիները Մերձավոր Արևելքում եւս բավականին թուլացել էին, Իրանի իրավիճակը դարձել էր բավականին փխրուն եւ այս պահը դիտարկում է որպես հնարավորությունների պատուհան, կարելի ասել ծնկի բերել իրանյան ռեժիմը եւ եթե առաջին քայլերից ենք դատում, այսինքն հոգեոր առաջնորդի ոչնչացումը, տարբեր ռազմաքաղաքական ղեկավարների թիրախավորումը, կարծես թե առաջին փուլում հենց նպատակը այն էր, որ տեղի կունենա ռեժիմի փոփոխություն, հենց քաղաքական, հոգևոր եւ ռազմական իշխանության գլխատման, բայց իհարկե կարող են քննարկել, թե ինչքանով իրականացնել։ Ամեն դեպքում արդյունքների մասին խոսենք, ամեն դեպքում Միացյալ Նահանգների նպատակը ու շահանման գործողությունները գնալ որն է կամ որոնք են։ Դե իրական դա շատ լավ հարց է, այդ հարցը տրվում է նաև հենց Միացյալ Նահանգներում, որովհետև տես ինչ հետաքրքիր զարգացում է սա այն տեսանկյունից, որ մենք բազմիցս արդեն քննարկել ենք Միացյալ Նահանգների ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ կա հստակ բաժանում աշխարհի տարբեր տարածաշրջանների կենսական նշանակություն ունեցող եւ չունեցող եւ այդ առումով Մերձավոր Արևելքը նշված չէր որպես օրինակ կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան Միացյալ Նահանգների ազգային շահերի տեսանկյունից եւ այս քայլը իրականում մեծ քննադատություն է առաջացել Միացյալ Նահանգներում հենց այդ իսկ պատճառով, որովհետեւ վարչակազմը, Թրամփի վարչակազմը որևէ ամբողջական բացատրություն մինչ այսօր չի ներկայացրել, թե ինչու այս քայլը, այս որոշումը այդքան կարևոր էր Միացյալ Նահանգների հենց ազգային կենսական շահերի տեսանկյունից։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն բավականին տարօրինակ հայտարարություն էր արել 2 օր առաջ, նա նշում էր, որ դե մենք գիտեինք, որ Իսրայելը հարվածելու է, իսկ Իսրայելի հարվածից հետո արդեն Իրանը կթիրախավորեր ամերիկյան բազաները Մերձավոր Արևելքում, այդ իսկ պատճառով որոշեցինք այդ պրևենտիվ հարվածը հասնել, սա բավականին անտրամաբանական հայտարարություն է, այսինքն նախ ակնհայտ է, որ Իսրայելը առանց Միացյալ Նահանգների թույլտվության դժվար թե այդպիսի քայլի գնար, երկրորդն էլ բացատրությունից ու տրամաբանական առումով բավականին խոցելի է։ Ընդհանուր առմամբ այստեղ կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները ավելի շատ Մերձավոր Արևելքում իր գլխավոր դաշնակցի Իսրայելի
շահերն է սպասարկում այս պատերազմով։ Կա նաև բացատրություն այն մասին, որ եթե այս փուլում ռազմական գործողություն չիրականացնենք, ժամանակահատվածը բաց կթողնենք եւ Իրանը արդեն կհասնի օրինակ ուրանի հարստացման այնպիսի մակարդակի, որը հնարավոր չի լինելու կանխել հրթիռային ծրագրի վերաբերյալ վերապահումներ կան եւ այլն, բայց այո, այստեղ ճիշտ է նկատել, որ ինչ որ համապարփակ բացատրություն գոյություն չունի եւ եթե նույնիսկ համեմատենք Միացյալ Նահանգների նախորդ պատերազմները Մերձավոր Արևելքում, այն ժամանակ գոնե այդպիսի բացատրություն տալու ինչ որ փորձ կար, օրինակ հիշում ենք Իրաքի պատերազմի հետ կապված այն բոլոր պատմությունը, այդ ողջ պատմությունը քիմիական զենքի հետ իբր Սադամ Հուսեյնի մոտ այն ժամանակ Բուշի վարչակազմը նաև միջազգային հանրությանն էր փորձում բացատրել թե ինչու կա Իրաքի դեմ պատերազմ սկսելու անհրաժեշտություն, գիտենք որ հարց քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, չնայած բնականաբար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում համաձայնություն չէր ստացել այդ պատերազմը սկսելու վերաբերյալ կոնգրեսում բավականին լուրջ քննարկումներ կային, այսինքն սա ամիսներ տևող ինչ որ գործընթաց էր։ Տվյալ պարագայում ամեն ինչ շատ գաղտնի է տեղի ունեցել, հարվածից մի օր առաջ մի քանի կոնգրեսականների ու նաև հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է տեղի ունեցել, այսինքն այլ ինստիտուտների հետ աշխատանքը դրանով էր սահմանափակվել եւ սա է նաև քննադատության հիմնական պատճառը այս պատերազմի հետ կապված։ Դու պատմությանը հողում արեցիր Միացյալ Նահանգների նմանատիպ հարձակումների, այդ ամեն ինչը հաշվի առնելով նաև հնարավոր է կանխատեսել թե սա ինչով կավարտվի, մինչև մեր տարածաշրջան գալ առհասարակ։ Տես, ես կարծում եմ այստեղ Իրանի թերագնահատում եւս տեղի ունեցել, որովհետեւ եթե խոսում ենք այդ սցենարի մասին, ռեժիմի փոփոխության սցենարի մասին, ապա երևի դատողությունները արվել են նախորդ փորձի վրա հիմնվելով նույն Իրաքում, Աֆղանստանում, իսկ վերջին դեպքերից նաև Վենեսուելայում, չնայած Վենեսուելայում ռեժիմի փոփոխություն որպես այդպեսին տեղի չի ունեցել, այլ վարչակազմը աշխատում է նախկին ռեժիմի տարբեր ներկայացուցիչների հետ, բայց այստեղ Իրանի գլխավոր տարբերությունը նույն Իրաքից, Աֆղանստանից, Լիբիայից օրինակ այն է, որ սա շատ ավելի ինստիտուցիոնալիզացված համակարգ է, այն կարող է անարդյունավետ համակարգ է, կարող է կոռումպացված համակարգ է, բայց այնուամենայնիվ ինստիտուցիոնալիզացված է։ Իրաքի, Լիբիայի, Աֆղանստանի պարագայում մենք խոսում ենք պերսոնալիստական ռեժիմների մասին, որտեղ ամեն ինչ կախված էր հենց այդ բռնապետի անձնավորությունից։ Եթե բռնապետին հանում ես արանքից, այդ ռեժիմները փլուզվում են, դա տեղի ունեցավ ինչպես Իրաքում, այնպես էլ Լիբիայում։ Այստեղ մենք տեսանք, որ նույնիսկ հոգևոր առաջնորդի սպանությունից հետո որևէ պետական փլուզում տեղի չունեցավ, որովհետև բավականին բարդ համակարգ է կառուցվել Իրանում, որտեղ կան բազմաթիվ ինստիտուտներ, զուգահեռ կառույցներ, ազդեցության խմբեր, զուգահեռ նույնիսկ անվտանգային կառույցներ, նույն հեղափոխության պահապանների այդ կորպուսը հսկայական ազդեցություն ունեցող կազմակերպությունը եւ այստեղ մի հոգու կամ մի քանի առաջնորդների չեզոքացնելով համակարգը չի փլուզում եւ սա արդեն կարելի է արձանագրել եւ եթե հաշվարկը այն էր որ շատ արագ հնարավոր է լինելու ռեժիմի փոփոխություն իրականացնել կամ հասնել նրան որպեսզի ռեժիմի ներսի ավելի չափավոր ուժերը գան իշխանության, մենք կարող ենք այս փուլում արձանագրել, որ դա կյանքի չի կոչվել։ Հիմա արդեն պատասխանելով բունքո հարցին այն մասին, թե ինչ է մեզ պատմությունը ցույց տալիս վերջին տասնամյակների Միացյալ Նահանգների պատերազմների հետ կապված Մերձավոր Արևելքում, այստեղ գլխավոր եզրահանգումը եւ դա բոլորին հայտնի եզրահանգում է, կարծում եմ սա նույնիսկ բանավեճի առարկա չէ, այն է, որ Միացյալ Նահանգները իհարկե կարող են շատ արագ ռազմական հաջողության հասնել։ Մենք հիշում ենք Իրաքում, եթե չեմ սխալվում, 30 օրվա ընթացքում պատերազմը ակտիվ փուլը պատերազմի ավարտվել է, նույն Աֆղանստանում, Լիբիայում նույնիսկ զինվորականների ամերիկյան տեղակայման խնդիր չկար, այսինքն ավիահարվածների միջոցով այդ հարցը լուծեցին շատ արագ, բայց ամենակարևոր հարցը այն է, թե դու ինչ ես անում այդ ռազմական ֆորմալ առումով ռազմական հաղթանակից հետո, այսպես կոչված այդ nation building-ի խնդիրը, որը մշտապես դրվում է։ Հիմա Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ նրանք այդպիսի խնդիր չունեն։ Հիշեցնենք նաև, որ նախագահ Թրամփը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում շատ ակտիվորեն քննադատում էր այդ քաղաքականությունը տարբեր աշխարհագնդի երկրագնդի տարբեր հատվածներում այդ պետականաշինության աշխատանքով զբաղվելը պատերազմներից հետո ժողովրդավարություն կառուցելը, ժողովրդավարության տարածելը, այսինքն այստեղ
Նաև հաշվի առնելով փորձը, որը խիստ բացասական է, որովհետև Իրաքից հետո մենք տեսանք, որ Մերձավոր Արևելքում քաոս սկսվեց։ Մեծ հաշվով այն հանգամանքը, որ ձևավորեց ԻԼԻՊ-ը կապված է նաև հենց Իրաքի պատերազմի հետ, որովհետև այն ստեղծել էր ուժային վակուում, որը սկսել են օգտագործել այդ ավելի ռադիկալ ուժերը։ Լիբիայում եւս մինչ այսօր որևէ կայունություն չկա։ Այսինքն փորձը դրա մասին է խոսում, որ Միացյալ Նահանգները ի վիճակի չեն պարզապես զբաղվել այդ պետականաշինությամբ, ու նաև արձանագրենք, որ Իրաքում եւ Աֆղանստանում տրիլիոններ են ծախսել այդ խնդիրը լուծելու համար, ոչ թե միլիարդներ, այլ տրիլիոններ, եւ չեն կարողացել այդ խնդրին հասնել։ Այստեղ նույնիսկ այդ նպատակի մասին չի հայտարարում, եւ այդ առումով սա եւս հարցեր է առաջացնում, որն է մեծ հաշվով հաշվարկը, լավ ասենք թե ոչնչացրել եք ռազմաքաղաքական եւ հոգեվոր ողջ իշխանությանը, եւ դրանք շատ արագ փոխարինվել են նորերով։ Մենք տեսանք դա, որ տեղի ունեցավ նաեւ 12-օրյա պատերազմի ընթացքում եւ դա տեղի ունենում հիմա։ Եթե փորձում ենք ամփոփել, հիմնական պլանը եւ նպատակը այն է, որ հնարավորինս թույլատրել այս ռեժիմը, որպեսզի մոտակա տարիներին վտանգ չներկայացնի Իսրայելին եւ նաեւ ամերիկյան շահերին տարածաշրջանում, ու նաեւ նվազեցնել այդ կարողությունները։ Չնայած տարբեր փորձագետներ նշում են, իհարկե, որ եթե այս ռեժիմը մնա, ինչ կարելի է լինելու, ինչ որ չափով քաղաքական հաղթանակ համարել Իրանի համար, եթե դա տեղի ունենա, նրանք ունեն այդ հնարավորությունները, այդ կորսված կարողությունները շատ արագ վերականգնելով, խոսքը թե հրթիռային ծրագրի մասին, թե նաև միջուկային հարստացման մասին, ու այստեղ մեկ այլ հանգամանք եւս գոյություն ունի, որը շատ մեկնաբաններ նշում են, որ եթե նախկինում իրանցիները այնուամենայնիվ վերջնական որոշում չունեին միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ, հիմա այս գործողությունը կարող է դրդել ավելի ռադիկալ ուժերին Իրանում գնալ այդ քայլով, այսինքն գնալ միջուկային զենք ձեռք բերելու ուղղությամբ։ Վերադառնալով մեր տարածաշրջան, մինչև ուղիղ ազդեցությունների մասին խոսել, կուզեի հայտարարություններին անդրադառնանք Հայաստանի իշխանությունների, որոնք բավականին նեյտրալ էին հիմնականում, եթե համեմատենք հատկապես այդ նախորդ տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ հնչեցված հայտարարություններին, որտեղ շատ ուղիղ քննադատում էին Հայ-Իսրայելի գործողությունները, այս անգամ նման հայտարարություններ չեղան գրեթե, սա ինչի արդյունք է, որքանով է ճիշտ նման քաղաքականությունը։ Այո, մենք պատերազմի մեկնարկից հետո ունեցանք երկու հեռախոսազանգ արտգործնախարարի եւ վարչապետի իրենց գործընկերներին Իրանում, որի հիմնական նպատակը ցավակցություն հայտնելն էր հոգեվոր առաջնորդի սպանության հետ կապված։ Կարծում եմ պատճառները ակնհայտ են։ Մենք ի տարբերություն 12-օրյա պատերազմի, այս պատերազմում առաջին իսկ օրերից Միացյալ Նահանգներն են ներգրաված։ 12-օրյա պատերազմի ընթացքում, երբ սկզբնական փուլում Իսրայելն էր գործողությունների իրականացում, Հայաստանը շատ հստակ գնահատական տվեց այդ գործողություններից, նշելով, որ պետք է հարգել միջազգային իրավունքը եւ դատապարտելով նաեւ Իրանի ինքնիշխանության դեմ հարձակում։ Այստեղ բնականաբար, եթե Միացյալ Նահանգները առաջին օրերից ներգրաված են, շատ դժվար է Հայաստանի պես երկրների համար այդպիսի կոշտ գնահատականներով հանդես գալ։ Նամանավանդ, երբ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների մեծացող դերը մեր տարածաշրջանում, մասնավորապես TRIP-ի հետ կապված եւ հայ-ադրբեջանական գործընթացների հետ կապված, ու այս պարագայում իհարկե ակնհայտ է, որ որևէ այլ հայտարարություն, որևէ այլ որոշում չէր կարող լինել եւ սա կապված չի ներկայիս իշխանության հետ, բոլոր իշխանություններն էլ այսպես կգործեին իմ կարծիքով։ Կարծում եմ առավելագույնը ինչ կարող ենք մենք ակնկալել, եթե իրանական կողմից ինչ որ ակնկալիքներ լինի ավելի մանրամասն հայտարարություններ վերաբերյալ, դա երևի կոչ կլինի դիվանագիտական ինչ որ լուծումների, սա կարծում եմ այն մաքսիմումն է, ինչ կարող է Հայաստանը իրեն թույլ տալ։ Իրականում նույն արձագանքը մենք տեսանք նաև Վրաստանից եւ Ադրբեջանից, որովհետեւ այս երկրները եւս, ինչպես արդեն նշեցի, չեն կարող թույլ տալ շատ ուղիղ կոնֆրոնտացիայի գնալ, թեկուզ հրապարակային հայտարարությունների մակարդակում Միացյալ Նահանգների հետ, եւ սա կարծում եմ բնական իրավիճակ է։ Իսկ եթե ազդեցությունից խոսենք եւ նաեւ այդ հայտարարությունների արձագանքը հարևան Իրանը ոնց կընդունի, օրինակ ոնց կընկալիս է եւ առհասարակ այս ռազմական գործողությունները ցանկացած ելքի դեպքում ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա։ Հիմա երևի պիտի տրիվիալ բաներ ասել, որը իհարկե քաղաքական վերլուծություն չի պահանջում, պարզ է, որ Հայաստանի համար իհարկե կայունությունը Իրանում շատ կարևոր գործոն է, ունենալով երկու բաց սահման, հիմա մենք փաստացիորեն ունենք մենք բաց սահման պատերազմի պատճառով, լուրջ խնդիրներ են առաջացել ինչպես բիզնեսի համար, իրականում նաև ուղևորա փոխադրողների համար, ես հիմա օրինակ ծանոթներ ունեմ, ովքեր գտնվում են Դուբայում եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան, այսինքն գնացել են արձակուրդի Դուբայ, հիմա պարզապես այն պատճառով, որ
օդային տարածությունը Մերձավոր Արևելքում հիմնականում փակ է, չեն կարողանում վերադառնալ։ Հայաստանի պես երկրների համար սա ոչ թե Հայաստանի պես երկրների համար, հենց Հայաստանի համար, որովհետև Հայաստանի պես այլ երկիր կարծես թե չկա, որ ունենա միայն երկու բաց սահման, բայց Հայաստանի համար սա սրում է իրավիճակը։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից իհարկե շատ բան կախված է լինելու, թե ինչպես է այս պատերազմը ավարտում։ Արդյոք Իրանը կարողանում է հասնել այդ նպատակին, պահպանել այս ռեժիմը, պահպանել գոյություն ունեցած քաղաքականությունը, ամեն դեպքում ակնհայտ է, որ Արևմուտքի եւ Իրանի հարաբերությունները մոտակա տարիներին բարդ են լինելու, այսինքն որևէ դրական տեղաշարժ այստեղ դժվար է կանխատեսել, կան նաև իհարկե ավելի ապոկալիպտիկ սցենարներ, ներքին ինչ որ ապակայունացում, հիմա քննարկում է այն տարբերակը, որ միգուցե Իրանում բնակվող այդ քրդաբնակ շրջաններում կարող է ինչ որ ապստամբություն լինի եւ տեսնում ենք, որ Իրանը նաև թիրախավորում է Իրաքի հետ այդ սահմանային հատվածը, որպեսզի թույլ տա նաև որոշակի դերակատարներին քրդական ակտիվություն ցուցաբերել ռազմական առումով, այսինքն այդ սցենարն էլ պետք է դիտարկել ապակայունություն, բայց դրական սցենարներ մեծ հաշվով գոյություն չունեն։ Հիմա ես տեսնում եմ տարբեր գնահատականներ, որ տեսեք հիմա եթե Իրանում իշխանությունը փոփոխվի, լինի Արևմուտքի նկատմամբ ավելի լավ տրամադրված ինչ որ իշխանություն, Հայաստանի համար էլ դա լավ կլինի։ Նախ ես չեմ կարծում, որ այդպիսի հնարավորություն այս պահին գոյություն ունի։ Երկրորդը հենց այս պատերազմը ու նաև Այաթոլլայի սպանությունը մեծ հաշվով ավելի ռադիկալիզացնելու է Իրանի քաղաքականությունը եւ Իրանի ներսում տեղի ունեցող գործընթացները, ինչը եւս չի նպաստում Հայաստանի շահերի առաջ խաղացմանը։ Կարծում եմ մեկ այլ կարևոր գործոն, որ պետք է քննարկենք, դա թրիփի հետ կապված զարգացումն է։ Անհանգստացնում եւ շատ են կենտրոնացած հենց թրիփի հետագա զարգացման հետ կապված։ Այո, կարծում եմ կոնկրետ թրիփի հետ կապված չեմ կարծում, թե լուրջ խնդիրներ կառաջանան, այսինքն նաև հաշվի առնելով, որ Իրանը թուլացած վիճակում է, այսինքն չունի այն գործիքակազմը, որպեսզի ինչ որ բացասական ազդեցություն ունենա այդ ծրագրի իրագործման վրա, նաև տեսանք, որ հենց այս օրերին Իրանի դեսպանը հայտարարեց, որ Իրանը թրիփը դիտարկում է որպես ճանապարհ, այլ ոչ թե միջանցք, ինչը կարելի է որոշակի դրական զարգացում համարել, որովհետև նախկինում նաև հարցեր էին իրանցիների մոտ այդ ճանապարհի հետ կապված, բայց այն որ լարվածություն լինելու է վստահաբար եւ հիմա ամերիկացիների ներկայություն, թեկուզ ոչ ռազմական ներկայությունը սահմանին գրգռելու է իրանցիներին, դա ակնհայտ է։ Կարծում եմ այստեղ ավելի շատ խնդիրը ոչ թե թրիփն է, այլ ընդհանուր առմամբ ապաշրջափակման գործընթացը։ Եթե հիշենք Հայաստանի կառավարության այդ խաղաղության խաչմերուկ ծրագիրը, այդ խաչմերուկը նաև Իրանն էր ներառում եւ տվյալ պարագայում եւ նաև մոտ ապագայում երբ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ այդ խաչմերուկի հենց այդ հարավային հատվածը կարող է կենսունակ լինել, որովհետեւ ինչ զարգացումներ չլինեն, այնուամենայնիվ այս լարվածությունը շարունակվելու է եւ հարաբերությունները Իրանի եւ արտաքին աշխարհի վատ թրանալու են ու իրականում ոչ միայն Արևմուտքի հետ, այլ իրական անմիջական շրջապատի հետ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ պատերազմի ընթացքում Թեհրանը թիրախավորում է նաեւ տարբեր արաբական երկրների, որոնց տարածքում կան ամերիկյան ռազմաբազաներ։ Շնորհակալ եմ, Տիգրան։ Ես եմ շնորհակալ։